Պարոն Միրզոյան, ես իմ դրագրողական կարիերայի ընթացքում գրեթե չեմ հիշում մի դեպք, երբ որ օտար երկրի պաշտոնյաները նման լեքսիկոնով խոսեն Հայաստանի իշխանության ղեկավարի հետ։ Այսօր օրինակ Մեդվեդևն ասում է, եթե օրինակ Գազիգինը թանկանա, Հայաստանի քաղաքացիները Նիկոլ Փաշինյանն էլ չի ասում է, եթե չեմ սխալվում, քերուն բռնդելու են այնտեղից։ Ինչու եք հասել այս վիճակում, որ օտար երկրացի պաշտոնյան արդեն այս ոճով մեզ հետ խոսում։ Դե կոնկրետ ձեր մատնանշած պաշտոնյան ժամանակ առ ժամանակ բոլորի նկատմամբ իրան որոշակի այդպիսի խոսելաոճա թույլ տալիս, բայց առհասարակ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին հասկանում եմ նաև հարցը, այսօր լրագրողները շատ են հարցրել։ Գիտեք, խնդիրներ բոլոր հարաբերություններում էլ կան, խնդիրներ ծագում են, մենք ընդհանրապես տրամադրված չենք մթնոլորտել ավելի լարելուն կամ սրելուն, վստահ եմ, որ եւ այդ խնդիրներից շատերը նախկինում 10 տարի առաջ էլ, 15 տարի առաջ էլ եղել են, չգիտեմ, ենթադրենք, ասենք, ծիրանի մուտք, գինու մուտք, հողու մուտք եւ այլն։ Արտանման, այո։ Մենք կառուցողական առողջ մթնոլորտում մեր գործընկերների հետ կքննարկենք եւ հուսով եմ կգտնենք լավ լուծումներ։ Ճիշտ է, դուք չեք թեժացնում եւ ակնհայտ է դա, օրինակ հարց ու պատասխանի ժամանակ եւ ձեր եւ Փաշինյան։ Մենք զգում ենք, որ Փաշինյանն անգամ ասում է ընկերական հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, բայց պատճառը ո՞րն է, որ սրացում լինում է ամեն դեպքում Ռուսաստանի կողմից։ Ուրեմն ինչ այն չի արվում, պարոն Միրզոյան, այսինքն ինչն է վատ անում Հայաստանը, որ նման վերաբերմունքի արժանանում։ Դե գիտեք, մի քիչ հարցնել տեղին եւ կոռեկտ չեմ համարում, քաղաքական առումով կոռեկտ, հա։ Մենք մեր ինքնիշխան որոշումներն ենք կայացնում եւ ելի եմ կրկնում, մշտապես շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր նորմալ գործընկերությունը պահպանելու եւ զարգացնելու։ Հիմա եթե այդպիսի հարաբերությունները այս կամ այն պաշտոնյային դուր չի գալիս, պետք է խոսել, հասկանալ, փորձել բացատրել, որ սա գործընկերային է եւ հակառակը գործընկերային չի եւ հակառակից մենք էլ չենք շահում, կարծում եմ իրենք էլ չեն շահում։ Լավրովն ասում է Հայաստանին Եվրոպան, Արևմուտքը օգտագործում է Ռուսաստանի դեմ։ Հայաստանը օգտագործվում է Ռուսաստանի դեմ։ Իհարկե ոչ, մենք բազմիցս ենք հայտարարել, որ մենք բազմաթիվ գործընկերային այդ թվում եւ ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունենք եւ հաստատում ենք տարբեր երկրների հետ եւ մեր որևէ տեսականորեն ցանկացած երկու հարաբերություն երրորդ գործընկերոջ դեմ ուղղված չի նույն կերպ ասենք մեր եւ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը մեր եւ Եվրոպական միության ռազմավարական օրակարգը գործընկերության որևէ կերպ ուղղված չի Ռուսաստանի դեմ Բանտ որում մեր օրակարգերն էլ հրապարակային են, փաստաթղթին են հանձնված, հրապարակված են, մենք մեր գործընկերներից հետ փոխշահավետ համագործակցություն ենք տարբեր ոլորտներում, ու առավելապես այս վերջում ավելի շատ շեշտադրում արվում թվային օրակարգերի վրա, արհեստական բանականություն եւ այլն, նաեւ կիբերհանցագործությունների դեմ պայքար եւ այլն, տնտեսական կապերի աշխուժացում, բայց նաեւ օրինակ աջակցություն Հայաստանում ժողովրդավարության դիմակայունությանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, եթե սա ռուսաստանցի գործընկերներին դուր չի գալիս, դժվար եմ հասկանում, էլի, ինչու եւ եթե միևնույնն է դուր չի գալիս, ապա Երբ պետք է իրանք էլ ջանքեր գործադրեն մեզ հասկանալու համար։ Որպես արտգործնախարար պարոն Միրզոյան, դուք կարող եք երաշխիքներ այսպես սահմանել կամ տալ հայ հանրության կամ գուցե Ռուսաստանի այդ նման հայտարարություն անողները, որ Հայաստանը երբևէ դեմ դուրս չի գա Ռուսաստանին եւ ուղղեցիր է այդ իր միանգամից չի փոխի եւ պրոարեմետյան ուղղությունը չի վերցնի, դուրս չի գա համապատասխան կառույցներից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, այսինքն դուք ունեք այդ երաշխիքային բազան, որ կարող եք ասել եւ նրանք վստահ են ձեզ։ Ախր ես հենց նոր քիչ առաջ էլի ասեցի, որ մենք շահագրգիռ ենք եւ շարունակելու ենք մեր գործընկերությունը նույն կերպ շարունակելու, ավելի ջերմացնելու, ավելի խորացնելու քաղաքականությունը եւ ուղեգիծը նույն կերպ։ Ինչ, բայց սա նաեւ միաժամանակ ես նշեցի, որ մենք չենք սահմանափակելու մեր իրավունքը խորացնելու մեր հարաբերությունները այս կամ այն ոլորտում կամ քաղաքական երկխոսություն այս կամ այն երրորդ դրկուզ արևմտյան երկրի հետ։ Ընդհանրապես ավելին ասեմ ձեզ, մեր ժողովուրդը
քաղաքացիական նախաձեռնություն ուներ եւ հետո ազգային ժողովն էլ ընդունեց օրենք, որի համաձայն պետք է մեկնարկենք գործընթաց Եվրոպական միության անդամագրման։ Եվ մենք հիմա մոտարկում ենք մեր շատ քաղաքականությունը ընդհանուր առմամբ Եվրոպական միության հետ մոտարկման քաղաքականություն է։ Էլ եմ ասում, սա չի պարզ է, եթե վերցնենք Եվրոպական միության ամբողջական անդամակցություն եւ ԵԱՏՄ-ի, այստեղ հարց է առաջանալու։ Մի օր կքննարկենք, կորոշենք, երբ որ այդ օրը գա։ ՀԱՊԿ կոնկրետ առանձին պատմություն է, ՀԱՊԿ այլ դեպք է, սրա մասին էլ մենք հազար անգամ խոսել ենք այդ թվում հրապարակային։ Բայց այդպես սառեցված մնում է։ Այո, սառեցել է։ Դուրս գալ մնալ։ Երբ որ պահը գա էլի գործողություն անել ու մենք վստահաբար կանենք։ Բայց վերադարձ նախկին ուրեմն բնույթի հարաբերություններին, երբ որ մենք ՀԱՊԿ լիարժեք անդամ ենք, ամեն ինչին մասնակցում ենք, մեր տարածքային ամբողջականությունն է խախտվում, մեր սահմանների անձեռնխելությունն է խախտվում եւ մենք ՀԱՊԿ-ի գործընկերներից չենք ստանում ակնկալվելիք եւ ենթադրելի գրված, ստորագրված ուրեմն պարտավորությունների համաձայն գործողությունները, նաեւ մեր հիասթափությունը եւ վերաբերմունքը շատ հասկանալի է եւ բնական։ Պարոն Միրզոյան, եթե օրինակ վերընտրվեք, արդյոք դրանից հետո նշանակում է, որ նաև վերանայվելու է հայ-ռուսական հարաբերությունների ոչ թե դեպի բատն եմ ասում, այլ ընդհանրապես մակարդակը հարաբերությունների կառուցման մեթոդները, միջոցները վերանայվելու է հայ-ռուսական հարաբերությունները։ Այստեղ ընտրությունների փաստով կամ իրադարձությամբ ես որևէ բան չի պայմանավորում, մենք այսօր էլ, երեկ էլ շարունակում ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ կառուցողական մթնոլորտում առողջ եւ մեր ընկալմամբ հավասար գործընկերային հարաբերություններ կառուցել, խնդիրներ լինում են, այո, պարզաբանել, հասկանալ իրար, խնդիրներ լինում են, լուծումներ գտնել եւ այլն։ Այդպես էլ վաղն է շարունակվելու։ Եվ ընդդիմախոսների մի հայտարարություն եմ ուզում անդրադառնանք, ասում են Հայաստանի իշխանությունը չի գիտակցում, որ եթե Ռուսաստանի դեմ է դուրս գալիս, դա նշանակում է տնտեսական բոլոր կապերի խզում, որը բերելու է հանգեցնելու է Հայաստանի տնտեսական ճգնաժամի եւ հայ ժողովրդի տնտեսական վիճակի ծանրացմանը, ծանրագույն վիճակին հասցնելու։ Դուք հիմա կարող եք հերքել կամ գոնե օբյեկտիվության բան գտնել այս ասացի մեջ, որովհետեւ իսկապես մենք տնտեսական շատ կապերով ենք Ռուսաստանի հետ կապված։ Իհարկե կապ, կարելի է դա հերքել։ Օրինակ ենթադրենք Ռուսաստանը, որովհետեւ էլի եմ ասում, սրացումը նրանց կողմից գնում է։ Տնտեսապես շատ քայլեր ձեռնարկես նույն ԵԱՏՄ-ի հետ կապված ինչ անելու Հայաստանի իշխանությունը։ Դե դուք ինտիմությանն եք հղում, ստեղի մոտ ուրիշ հարց է առաջանում, եւ այդ հարցը օդում կա, եւ այդ հարցը հրապարակային էլ է հնչում, եւ այդ հարցը մարդկանց մոտ կա, հասկանում եք։ Լավ, սաղ մի կողմ, այդ ինտիմություն, իրանք ում շահերն են ներկայացնում այդ հարցադրումը բարձրացնում, իրանք Հայաստանի համար են մտաղում, Հայաստանի ժողովրդի շահերն են ներկայացնում, Հայաստանի Հանրապետության շահերն են ներկայացնում, թե այնուամենայնիվ հենց այդ երրորդ երկրի սպառնալիքներն են ներկայացնում, երրորդ երկրի գործիքն են եւ գործակալը։ Ես շատ ավելի գնալով համոզվում եմ, որ մեծ թվով եւ հավաքական առումով, հատկապես 3 խմբակները դիմության, այսպես ասած, առաջատար, շատ ուղիղ ենթարկվում եւ կատարում են որոշակի կանտորաների հրամանները, կանտորաներ, որոնց մայր գրասենյակները ամենևին Հայաստանի Հանրապետությունում չեն, այդ մարդկանց փոփանք եւ մխիթարանք եմ ցանկանում, որովհետեւ իրենք պարտվել են, պարտվում են եւ պարտվելու են, որովհետեւ Հայաստանի Հանրապետության միանշանակ դուք Հայաստան շրջում եք մեր հետ, հարցրեք մարդկանց, ինքներդ տեսնում եք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը աջակցում է ժողովրդավարությանը, աջակցում է խաղաղությանը եւ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը։